Սիրելի եկեղեցի, այսօր կշարունակեմ իմ թեման, որ կիսատ մնաց անցած անգամ, եւ այսօրվա իմ քարոզի վերնագիրն է, ես իմ եկեղեցին կկառուցեմ ժայռի վրա երկրորդ մաս։ Չեմ ամփոփի, որտեվ թեման ինքնին շատ ծավալուն է, այնպես որ եթե կուզեք առաջի մասը, ովքեր որ չեն լսեն, համացանցում կարող եք մտնել լսել, որ երկրորդ կամ երրորդ մասը ձեր համար լինի ավելի հասկանալի։ Միանգամից կանցնեմ թեմային։ Ուրեմն Եզրաս առաջին գլխում գրվում է, որ Կիվրոս թագավորը հրաման է տալիս հրեաներին, որ վերադառնան Երուսաղեմ, որպեսզի նաև կատարվեն մարգարեությունը, որը որ գրված է Աստվածաշնչում։ Որպեսզի պատկերացում կազմեք, Կիվրոսը ինքը Պարսկաստանի թագավորն է լինում եւ ինչքան էլ որ հիմա դուք տեսնում եք Պարսկաստանի եւ հրեաների հարաբերությունը լարված, միշտ չէ որ այս հարաբերությունը եղել է լարված, եղել է նաեւ ժամանակներ, որ պարսիկները եւ հրեաները իրար հետ ունեցել են բարեկամական հարաբերություն եւ Կիվրոսը եւ ելի ուրիշ պարսկական շատ թագավորներ եղել են աստվածապաշտ մարդիկ, ես չեմ վախենա անգամ այս բառը օգտագործել, եղել են աստվածապաշտ մարդիկ եւ կատարել են Աստծո կամքը։ Եվ ինչ ասում Եզրաս 1:2 խոսքերում, այսպես ասում Պարսից Կիվրոս թագավորը, երկրի բոլոր թագավորությունները ինձ են տրվել երկնքից։ Տեսեք ինչ ասում, Պարսիկ թագավորն ասում է, երկրի բոլոր թագավորությունները ասում է ինձ երկնքից է տրվել։ Եվ ով է տվել, Աստված Եհովան, եւ նա ինձ պատվիրեց, որ Հուդայի Երուսաղեմում նրա համար մի տուն շինեմ։ Եվ երրորդ խոսքը ասում է, նա է Աստված, որ Երուսաղեմումն է։ Դուք պատկերացնում եք, Պարսիկ թագավորն ասում է, երկնքի Աստված Եհովան, ով միակ Աստվածն է, ասում է ինքը ինձ ա տրվել բոլոր երկրի վրա եղած թագավորությունները, որովհետև այդ ժամանակ Պարսկաստանը ինքը գերտերություն էր։ Եվ ասում է ինչ արեց, ասում է նա ինձ պատվիրել է, որ Երուսաղեմում նրա համար ես տուն շինեմ։ Հասկանում եք ինչ է նշանակում, երբ որ Աստված ուրիշ երկրի Պարսիկ թագավորին ասում է ես պատվիրում եմ քեզ, որ Երուսաղեմում դու տուն շինես իմ համար։ Նա ետ է վերադարձնում բոլոր անոթները ու գանձերը, որը որ Նաբուգոդոնոսոր թագավորը տարել էր գերության հրեաների հետ միասին եւ հրաման է տալիս, որ օգնեն ով ինչով կարող է, որպեսզի Տիրոջ տունը կառուցվի։ Եվ երբ սկսում է տաճարի վերակառուցման այդ աշխատանքները, Հուդայի եւ Բենյամինի թշնամիները գալիս են եւ ասում են հետեւյալը. Եզրաշ 4:2 խոսքերն է այս մասին ասում. մենք էլ ձեզ հետ շինենք։ Հետաքրքիր է, չէ՞։ Հրեաները գերության մեջ էին, վերջացել էր գերության օրերը, որ Աստված նախասահմանել էր, Աստծո հրամանը եղավ, վերադարձան մի մասը Երուսաղեմ եւ սկսվեց տաճարի շինարարության այս բուռն աշխատանքները։ Եվ երբ որ թշնամիները Իսրայելի լսեցին, մոտենում են ասում են մենք էլ ձեզ հետ շինենք Աստծո տունը։ Ու երբ որ մերժում են ստանում, սկսում են չարախոսական նամակներ գրել դեպի Պարսից թագավորին, որպեսզի կանգնեցնեն Տիրոջ տաճարի շինարարությունը։ Սիրելի Աստծո մարդ, ինչն է այստեղ հետաքրքիր։ Սատանան հանգիստ է, երբ դու քո տունն ես շինում։ Սատանան հանգիստ է, երբ դու քո բիզնեսն ես շինում։ Սատանան հանգիստ է, երբ որ դու քո հաճույքները ու վայելքները ընդլայնում ես։ Բայց Սատանան երբեք տանել չի կարողանում, երբ դու սկսում ես Տիրոջ տունը շինել։ Այս է Սատանայի ամենամեծ, ինչ ասեմ, ցավը։ Քո համար արա ինչ կուզես, ինքն էլ կօգնի, որ դու քո համար անես ամենալավ ճոխ բաները, բայց մի բան հանգարց քո կյանքում, քո մտքով չանցնի, որ մի օր հետ դառնաս եւ սկսես Տիրոջ տունը շինել։ Այս Սատանան երբեք չի կարողանում տանի։ Նա ամեն բան կանի, որ դու հիասթափվես, որ դու կոտրվես, որ դու հանձնվես, որ դու դադարես շինել տունը, որտեղ կբնակվի ամենակարող Տեր Աստված։ Բայց եթե դա չի ստացվում նրա մոտ, ինքը զգում է, որ չէ, մեկը միևնույն է, դու լուրջ ես տրամադրված եւ գործը անպայման կհասցնես ավարտին, ինքը մի բան է առաջարկում քեզ։ Ասում է, արի Տիրոջ տունը միասին շինենք։ Եվ այստեղ է կայանում այն ծուղակը, որի մեջ ինքը ուզում է քեզ մտցնել։ Երբ որ քո թշնամին քեզ ասում է, արի Տիրոջ տունը շինենք միասին։ Իսկ ով է իմ թշնամին, որ իմ հետ պետք է իմ Աստծո համար տուն շինի։ Եվ եթե դու քո ականջը տաս թշնամուն, հիշի, նրա նպատակը Տիրոջ տունը կառուցելը չի, որ քեզ օգնի կառուցես։ Նրա նպատակը
քո միջոցով ներս սողոսկելն է, որպեսզի ներսից քարուքան դանի այն, ինչը որ նրան չհաջողվեց ի սկզբանե։ Այսօր մենք գիտենք, որ Աստված քարե շինությունների մեջ չի, որ բնակվում է, այլ Աստված մարմնեղեն սրտերի մեջ է բնակվում։ Եվ այսօր սատանան չի ձգտում մտնել քարե շինությունների մեջ, բայց սատանան ամեն բան անում է, որ մտնի մարդկանց սրտերի մեջ։ Հասկանում եք։ Եվ սա նրա ստրատեգիան է։ Նա ուզում է մտնել որպես բարեկամ, որպես ընկեր, որպես կոլեգա, որպես եղբայր կամ քույր, բայց Աստծո խոսքը նմաններին ասում է, նրանք գառան մորթի հագած գայլեր են։ Նա ուղղակի ուզում է սողոսկել ներս, որ փչացնի ամեն բան։ Դուք պատկերացնում եք, երբ որ գայլը հայտնվում է ոչխարների փարախում, ի՞նչ է կատարվում այդ ոչխարների հետ, դուք տեսել եք, չէ՞, ոչ մի ոչխար կենթանի չի մնում։ Ինքը ընդամենը մաքսիմում կարող է ուտել մեկ ոչխար, բայց մեկ ոչխարը չի կարող ուտել, բայց ինքը կարա սպանի 100-200 ոչխար, որովհետև նրա նպատակը կշտանալը չի, նրա նպատակը բնաջինջ աներն է, ոչնչացնելն է։ Սատանայի նպատակը նույնն է, դրա համար Աստծո խոսքը սատանային համեմատում գայլի հետ։ Եվ Կիվրոսի մահից հետո 2-3 թագավորներ եղան, ովքեր լավ աչքով չէին նայում հրեաներին։ Եվ երբ չարախոսական նամակները հասավ Արտաշես թագավորին, նա հրաման տվեց, որ դադարեցվի Տիրոջ տան շինարարությունը։ Արտաշես կամ Արտաքսես, նույն թագավորի մասին է խոսքը, ով հրամայել էր դադարեցնել Տիրոջ տան շինարարությունը, նույն թագավորը տարիներ անց հետո Նեմիայի ժամանակ ինքը հրաման է տալիս նորից սկսել այս տաճարի շինարարությունը, արդեն իր կյանքի այդ վերջի մասերն էր։ Իսկ այդ ընթացքում, երբ որ այդ շինարարությունը դադարել էր, ինքը մոտ 16 տարի կոչվում է լռության տարիներ, եւ այս ընթացքում մարդիկ դադարում են Տիրոջ տունը կառուցելը։ Մարդիկ դադարում են կառուցել Տիրոջ տունը, բայց չեն դադարում կառուցել եւ գեղեցկացնել իրենց տները։ Հետաքրքիր է, չէ՞, 16 տարի այս չարախոսական նամակներից հետո դադարում է կառուցվել Տիրոջ տունը, եւ մարդը այնպես չի, որ այս 16 տարիների ընթացքում պարապ նստել էր, բայց ոչինչ չէր ձեռնարկում, որ ինքը Տիրոջ տունը սկսեր կառուցել, բայց այս ընթացքում ինքը չէր դադարում կառուցել իր տունը։ Եվ տեսեք Անգե առաջի գլուխ 1-11 խոսքերը ինչ է ասում Աստված Անգե մարգարեի բերանով իր ժողովրդին։ Դարեհ թագավորի 2-րդ տարին 6-րդ ամսվա 1-ին Տիրոջ խոսքը եղավ Անգե մարգարեի ձեռքով Հուդայի իշխան Սաղաթելյան Զորաբաբելին եւ մեծ քահանա Հովսեդեկյան Հեսուին ասելով. Այսպես է ասում Զորաց Տերը, թե այս ժողովուրդը ասում է. ժամանակը չէ եկել Տիրոջ տունը շինելու ժամանակը, եւ Տիրոջ խոսքը եկավ Անգե մարգարեի ձեռքով ասելով. ձեզ համար ժամանակ է արդյոք, որ ձեր ձեղնուզարդ տներում բնակվեք, իսկ այս տունը ավերակ մնա։ Եվ հիմա այսպես է ասում Զորաց Տերը. ձեր ուշը դարձրեք եւ ձեր ճանապարհներին սերմել եք շատ, բերել եք քիչ, կերել եք, բայց չեք կշտացել, խմեցիք, բայց ծարավը չհագեցրիք, հագնվեցիք, բայց չտաքացաք։ Վարձի համար գործում է ծակված քսակով։ Այսպես է ասում Զորաց Տերը. ձեր ուշը դարձրեք ձեր ճանապարհներին, վեր ելեք Սարը եւ փայտ բերեք եւ տունը շինեք, այն ժամանակ ես կհավանեմ դրան եւ կփառավորվեմ, ասում է Տերը։ Նայեցիք շատին եւ ահա քիչ եղավ, բերեցիք տուն, բայց ես փչեցի միջին։ Ինչու համար, ասում է Զորաց Տերը, իմ տան համար, որ ավերակ է, իսկ ձեզանից յուրաքանչյուրը վազ է տալիս իր տան համար։ Սրա համար ձեզ վրա երկինքը պիտի արգելի ցողը եւ երկիրը պիտի արգելե իր պտուղը։ Եվ ես երաշտին կանչեցի եւ երկրի վրա եւ սարերի վրա եւ ցորենի վրա, քաղցուի վրա եւ յուղի վրա եւ երկրի բերքի վրա եւ մարդկանց ու անասունների վրա եւ ձեռքի բոլոր վաստակի վրա։ Հասկանում եք, չէ՞ ինչի մասին է խոսքը։ Սա Տիրոջ խոսքն էր, որ ասում է, միթե ասում է, երբ որ գերությունից վերադարձար, քեզ Պաստորեն այսպես էր էլի, քեզ մի հատ պատճառ էր պետք, որ դու Տիրոջ տունը թողեիր, ասեի, լավ, անցնեմ իմ տան գործերով։ Սիրելի Աստծո մարդ, հավատացեք, այդ նույնը կատարվում է եւ հիմա։ Եվ տեսեք, երբ որ Դարեհ թագավորի ժամանակ հիմնականում այս ժամանակը սկսվում է տաճարի արդեն շինարարությունը, երբ որ ինքը մտնում արդեն գործնական փուլ, հրամանը լինում է Արտաշեսի ժամանակ, բայց գործնական փուլը մտնում է Դարեհի ժամանակ։ Ուրեմն այս
դարեհը այն նույն դարեհը չի, որ Դանիելի ժամանակ էր։ Խնդրում եմ չխառնեք, որովհետև էլի անունը նույնն է, բայց թագավորը ինքը ուրիշ թագավոր է։ Եվ Թշնամին նորից չարախոսական նամակներ է գրում դարեհ թագավորին, որ կանգնեցնի տաճարի շինարարությունը։ Եվ ինչ են գրում այս չարախոսական նամակների մեջ։ Օ, թագավոր, արդյոք դու տեղյակ ես, որ հрьяաները կառուցում են տաճարը, հрьяաները վերանորոգում են պարիսպները, հрьяաները էս են անում, են անում։ Արդյոք դու տեղյակ ես, թե էս ապստամբություն է, այսինքն չարախոսական ինչ նամակներ հնարավոր է, որ սատանան իր ծառաների միջոցով գրի։ Բայց հետաքրքիրն է, որ դարեհը ականջ չի տալիս այս նամակներին եւ պատասխան նամակը իհարկե չեմ կարդա, ուղղակի որ երկար չլինի, բայց պատասխան նամակը այնպես է լինում, որ չեմ կարծում, որ դրան այդ նամակից հետո ինչ որ մեկը հանկարծ կհամարցակվեր խոչընդոտել տաճարի շինարարությանը, որովհետեւ թագավորի կողմից ինքը կհենթարկվեր ամենամեծ պատիժներին եւ թագավորը այսպիսի հրաման է տալիս։ Տեսեք, եւս մեկ աստվածապաշտ թագավոր Դարեհ անունով, ով որ կանգնեց Աստծո ժողովրդի կողքին։ Եվ տեսեք, առաջինը կառուցվում է տաճարը, եւ սա ճիշտ էր, թե ոչ, ես կասեմ, որ այո, եւ քո ծառայությունը, երբ որ դու սկսում ես ճիշտ տեղից, ով Աստծո մարդ, հիշի, առաջինը ոչ թե դու պետք է մտածես քո պաշտպանության մասին, այլ առաջինը պետք է մտածես քո երկրպագության մասին։ Եթե ես նայեի իմ մարդկային մտքին, ես իմ մարդկային մտքով այսպես կանեի։ Կասեի առաջինը արի կառուցեմ պարիսպները, որ ապահով լինեմ իմ թշնամիներից, հետո հանգիստ իմ համար ընտիր տեղը տեղին կկառուցեմ տաճարը, որ ոչ մեկ ինչ չկարողանա խանգարել։ Տրամաբանությունը ճիշտ է, թե ոչ։ Ճիշտ է, որպես մարդ իմ տրամաբանությունը ճիշտ է, բայց երբ որ դու նայում ես Աստծո տեսանկյունից, Աստված այդպես չի ասում։ Աստված ասում է նախ կառուցիր դու տաճարը ու վերականգնիր քո զոհասեղանը, երբ դու քո սրտում վերականգնում ես քո երկրպագությունը, քո փառաբանությունը, քո աղոթքները, որպես անուշահոտ խունկ բարձրանում են երկինք, այ այդ է, որ գրավում է Տիրոջ ուշադրությունը։ Եվ սա անխելքության նշան չի, սա հավատքի նշան է, որ ես առաջնահերթ իմ պաշտպանության վրա չէ, որ կենտրոնացնում եմ իմ ուժերը, ես կենտրոնացնում եմ իմ եւ Աստծո փոխհարաբերության վրա։ Այդ ժամանակ արդեն դու չէ որ դառնում ես քո պաշտպանը, այլ Աստված ինքն է դառնում քո պաշտպանը։ Պարզ է, չէ, սիրելի Աստծո մարդ, մի մտածի դու առաջնահերթ քո պաշտպանության մասին։ Աստծո խոսքը մեզ ասում է, չէ, իզուր է, երբ որ պահապանները արթուն են մնում, եթե Տերը չի պաշտպանում քաղաքը։ Հենց որ մենք ունենք հավատք, իսկ հավատքը մեզ թելադրում է լրիվ մարդկային մտածելակերպին հակառակ գործողություններ։ Հետո Նեհեմիայի ժամանակ կառուցվում է նաև պարիսպը։ Այնպես չի, որ Նեհեմիայի ժամանակ հեշտությամբ է կառուցվում պարիսպը։ Նեհեմիայի ժամանակ էլ իր դժվարություններն են գալիս, եւ երբ որ Նեհեմիան սկսում է պարիսպները կառուցել, Աստծո խոսքում գրած է, ասում է արաբները, ամոնացիները, ազոտավցիները, Սանաբաղդադի, Տուբիայի պես չարախոսները ինչ են անում։ Ամեն ինչ անում են, խանգարում են, ծաղրում են, որպեսզի հիասթափվեն եւ չկարողանան վերակառուցել պարիսպները։ Եվ ինչ է Սանաբաղդատը ասում բարկացած, Աստծո խոսքում գրված է. ինչ են անում այս թշվառ հրյաները, միթե զոհեն մատուցելու։ Հասկանում եք, առաջի բառը ինչի վրա որ շեշտը դնում է, ասում է, միթե ասում ես թշվառ հրյաները պետքա զոհ մատուցեն։ Սա ում խոսքերն է, եթե ոչ սատանայի։ Չի ասում էլի հարսանիք են անելու, քեֆ են անելու, այգի են տնկելու, ասում է միթե պետք է զոհ անեն։ Այսինքն նշանակում է սատանան չի ուզում որ դու զոհ անես։ Միթե այսօր վերջացնելու են, միթե կենտրոնացնելու են քարերը Փոշիի դեզերից, քանի որ նրանք այրված են։ Ասում է Փոշիի կույտերի է վերածվել այս ամբողջ քարերը, միթե ասում է սրանք պետք է վերականգնեն եւ պետք է զոհ մատուցեն, շեշտը զոհի վրա է դնում։ Եվ Նեհեմիա 4-րդ գլխում արդեն Տուբիան ինչ է ասում, ասում է աղվեսն էլ անցնի սրանց կառուցածի վրայով, ասում է սրանց պարիսպները կփլվեն։ Սա է չարախոսությունն է, երբ որ դու հիասթափվես եւ քո գործը որ սկսել ես թողես կիսատ։ Հավատացեք, ինչքան ուզում ես լավ առաջնորդ եղի։ Եթե քեզ կողքից չեն օգնում, բոլորը խանգարում են որ դու սխալվես, դու հաջողություն չես ունենա։ Դրա համար այս ժամանակ մարդը պետք է իր հույսը տնի իր Աստծու վրա, որ ասի Տեր ջան, իմ պաշտպանությունը դու ես, չնայած բոլորը ինձ խանգարում են, որ ես հաջողություն չունենամ, բայց իմ պաշտպանը դու ես, դու ինձ պաշտպանի եւ դու ինձ տուր հաջողություն իմ թշնամիների վրա։ Այլապես դու չես ունենա հաջողություն։ Եթե այսօր դու որոշել ես քո հոգու տունը
քո երկրի հոգևոր ավերակները վերականգնելու, հիշի, որ ամբողջ դժոխքը քեզ դեմա դուրս գալու։ Ինչի համար, որ քո ավերակը միշտ մնա ավերակ, որ քո քանդվածը միշտ մնա քանդված։ Եվ ի ցույց աշխարհի սատանան ուզում է ցույց տա, որպես հուշակոթող, որ տես էսի եղել է մի ժամանակ քրիստոնեական կենտրոն, որտեղից որ Աստծուն են փառաբանել, բայց հիմա էսի վերածվել է ավերակների, եւ ստեղից ոչ մի փառաբանություն չի բարձրանում երկինք։ Այսօր արևմտյան Հայաստանում ես վերջերս տեսա մի վիդեո նյութ, որտեղ մի հատ թուրք էր, քուրդ էր, չգիտեմ, ինքը այդ որ մետաղորսիչ սարքեր կան, ինքը ցույց էր տալիս, թե ոնց է հայերի տները քանդում եւ պատերի միջից ոսկի ման գալիս։ Եվ շատ ժամանակ համել գտնում էր մի հատ sense ոսկուս խաչ, sense հանես ցեփով բան, պատերը քանդում են։ Եվ այսօր քրդերը ու թուրքերը մեր արևմտյան Հայաստանի տները ու եկեղեցիները քանդում են քար առ քար, որպեսզի տեսնեն ինչ հարստություն կա եւ այդ հարստությանը տիրանան։ Եվ այն եկեղեցիները, որ արդեն կիսավեր բաներ է դարձել, դու տեքստել եք քրդերը ինչի են վերածել են գոմի։ Այսինքն մի ժամանակ, որտեղ որ պաշտվում էր կենթանի Աստծո անունը, սատանան ավերակների է վերածել եւ իմանդեղից չի բարձրանում ոչ մի աղոթք եւ ոչ մի փառաբանություն։ Բայց ես վստահ եմ, ինչպես որ հрьяաները մի օր ունեցան այն հնարավորությունը վերադարձի, մի օր Աստված կարծում եմ մեզ էլ է տալու հնարավորությունը, երբ որ մենք վերադառնանք եւ մեր ավերակները կշինենք։ Եվ դա լինելու է Աստծո հզոր ձեռքով, եւ ոչ թե մարդն անելու, այլ սա լինելու է Աստծո հզոր ձեռքով, որպեսզի բոլորը տեսնեն ու հասկանան, որ Աստված կենթանի է։ Եվ ինչեւ որ կվերականգնես պարիսպներդ, օրհնությունդ, նախ վերականգնիր հարաբերությունդ եւ երկրպագությունդ Աստծո հետ, սիրելի Աստծո մարդ, զոհերդ եւ խնկարկությունդ, որը որ պետքա բարձրանա քո հոգուց։ Մինչեւ որ Աստված անձրև կտար երկրին, ինչ եղավ։ Նախ Եղիայի միջոցով Աստված նորոգեց զոհասեղանը, ճիշտ է։ Նորոգեց զոհասեղանը, ասում է, որ քանդված էր։ Եվ երբ որ զոհը դրվեց զոհասեղանին եւ Աստված ընդունեց այդ զոհը, դրանից հետո էր նոր որ Եղիայի աղոթքի միջոցով նորից անձրևը Աստված տվեց երկրին։ Հիշի, երկինքը հնարավոր է այսօր փակվել է քո համար մի պարզ պատճառով, որ քո վրա կա անեծք եւ այդ անեծքը եկել է քո կռապաշտության, քո Աստծուն չհետևելու եւ քո եսասիրության պատճառով։ Եվ այդ անեծքը կարող է քանդել միայն Աստված, միգուցե Աստծո մարդու միջոցով, բայց մենակ Աստված կարող է բացել փակված երկինքը։ Եղիան չէր, որ փակված երկինքը փակեց, ոչ էլ Եղիան էր, որ երկինքը բացեց։ Աստված փակեց Եղիայի աղոթքով եւ Աստված նաեւ բացեց Եղիայի աղոթքով եւ խնդրանքով։ Հետաքրքիր է, տաճարի կառուցումից մինչև պարիսպների կառուցումը, գիտեք ինչքանատև է 71 տարի։ Հիմա մի քանի թվեր կասեմ, ուրեմն փորձեք հասկանալ, որտեղ սկզբից կարող է տրամադրվեք իմ ասած թվերին դեմ, բայց կբացատրեմ, որ հասկանաք։ Երբ որ հрьяաները գնացին գերության, Բաբելոն գերության նկատի ունեմ, գնացին 3 փուլով։ Ուրեմն առաջի փուլը գնացին Հովակիմի ժամանակ։ Երկրորդ փուլը գնացին ուրեմն նրա որդի Հեքոնիայի ժամանակ, ով ընդամենը 3 ամիս եղավ թագավոր։ Եվ հետո Բաբելոնի Նաբուկոդոնոսոր թագավորը գալիս է, վերցնում է Հեքոնիային իր մորը եւ հիմնական հрьяաների մեծ մասին ու տանում է Բաբելոն գերության եւ նրա տեղը նշանակում է նրա հորեղբորը Սեդեկիային որպես թագավոր։ Եվ եթե Երեմիայի ֆիլմը նայեք, այդ Երեմիայի ֆիլմի մեջ շատ տպավորիչ ներկայացված է այս բոլոր պահերը, որոնք կա, որ երբ որ լսում ես մի բան, երբ որ համել տեսնում ես, մարդու մեջ ավելի լավ է տպավորվում այս բոլոր ուրեմն պատմությունները։ Եվ գիտեք, քանի տարի տևեց, 12 տարի է տևում, այս 3 փուլով մինչև գնում են գերության, տևում է 12 տարի։ Եվ երբ որ հետ էին վերադառնում գերությունից, նորից հետ վերադարձան 3 փուլով։ Առաջին փուլը վերադարձան Զորաբաբելի եւ Հովսեդեկյան Հեսուի հետ, երկրորդ փուլը վերադարձան Եզրասի հետ եւ երրորդ փուլը վերադարձավ Նեհեմիայի հետ։ Նեհեմիան իհարկե 2 անգամ է գալիս, մի անգամ եկավ, պարիսպները նայեց, ուսումնասիրեց, չէ, բայց հետո երբ որ գնաց հետ եկավ, ինքը արդեն այն մնացյալ ժողովրդին իր հետ բերեց։ Գիտեք, 12 տարում գնացին գերության ու գիտեք քանի տարում գերությունից հետ վերադարձան 93 տարում։ Հետաքրքիր է, չէ՞։ 12 տարի տևեց որ գնան գերության։ Չնայած այս 12 տարիների մեջ Տերը նորից տալիս էր հնարավորություն հետ դարձի, ասում էր հետ դարձիկը ներեմ, հետ դարձիկը ողորմեմ, հետ դարձիկը պաշտպանեմ, բայց միևնույնն է մարդը չընդունեց, չօգտվեց այդ հնարավորությունից։ Բայց երբ որ արդեն վերացել էին նրա գերության օրերը, եւ ինչ է ասում, այդ ժամանակ արդեն 93 տարի է տևում, մինչեւ մարդը հետ է վերադառնում գերությունից։ Գիտեք ամբողջ ցավը որն է։
որ նրանք այլևս գերի չէին, բայց չէին շտապում վերադառնալ գերությունից։ Էս էր ամբողջ բանը։ Եվ գիտեք, ստեղ ցավը որն է, երբ որ Աստված քեզ տվել է ազատագրություն, Աստված քեզ տվել է ազատություն, ասում է դու այլևս գերի չես, բայց մարդը այնքան է հարմարվել գերությանը, որ չի շտապում վերադառնալ իր օրհնությանը։ Ասում է գերության մեջ էլ է իմ համար լավ։ Մարդը արդեն համակերպվում է գերությանը։ Առաջի փուլից, երբ որ գնացին գերության, սա Դանիելի ժամանակ էր, Դանիելը, որտեղ առաջի փուլով գնաց գերության, մինչև վերջի մարդը, երբ որ գերությունից հետ վերադարձավ, գիտեք քանի տարի է տևում, 160 տարի։ Ես շատ անգամներ եմ հաշվել այս թվերը, որ չշփոթվեմ այս թվերի մեջ։ Հիմա հնարավոր է դու ասես, բա սիրելի եղբայր, Աստծո խոսքը Երեմիա մարգարեի միջոցով, Եզեկիելի ուրիշ թիվ ասում, դեռ 70 տարվա գերության մասին ասում, ես կասեմ քեզ, այո, դա ճիշտ է։ Եվ հետաքրքիր է, որ Եզրას 1:5-ում ինչ ասում։ Տեսեք, որ անգամ գերության մեջ Աստված ուզում է, որ դու ականջդ տաս Աստծուն։ Եզրას 1:5-ը ասում է. ամենքը, որի հոգին զարթնեցրեց Աստված, որ վեր գնա եւ շինե Երուսաղեմում եղող Աստծո տունը։ Ուշադրություն դարձրել էիք այս խոսքին։ Ասում այսինքն այն մարդիկ, ովքեր որ գերության մեջ էին, նրանք արթնացան եւ ասեցին, չէ, մենք պետք է գնանք Երուսաղեմ, որ Աստծո տունը շինենք, ում հոգին զարթնեցրեց Աստված։ Սիրելի Աստծո մարդ, հարց եմ տալիս, իր քո հոգին Աստված երբ զարթնեցրեց։ Հնարավոր է քեզ քո ամբողջ կյանքի ընթացքում շատ մարդիկ են Աստծո մասին վկայել, դու լսելով լսել ես ու չես լսել։ Բայց հանկարծ եկավ մի պահ, երբ որ ինչ-որ մեկը քեզ ասեց, միգուցե եւ շատ անգամ ավելի վատ ձևով, շատ անգամ ավելի, ինչ ասեմ, հասարակ ձևով, բայց այդ հասարակ խոսքը հասավ տեղ։ Այն դեպքում, երբ որ ժամանակին քեզ մարդիկ բացատրում էին շատ ավելի խորը, բայց միևնույնն է, դու քնած էիր եւ մնում էիր քնած։ Գիտես պատճառը որն է, որտեղ եկավ ասավ մի պահ, երբ որ քո հոգին Աստված արթնացրեց։ Քնած մարդուն գնա կողքը ինչ ուզում ես ասա, ինքը միևնույնն է, քեզ չի լսում։ Բայց երբ որ արթնացնում ես մարդուն, ինքը արդեն պատրաստ է քեզ լսելու։ Գիտես թե ինչքան մարդիկ կան, որոնց որ պետք է որ իրոք Աստված արթնացնի, եւ եթե չարթնացնի Աստված, հիշի քո գերության 70 տարիները վերջացել են, դու արդեն կամավոր ես մնացել գերի։ Գերության սկիզբը հաշվում է Դանիելի հենց առաջի փուլից, ինչպես որ ասեցի, մեր թվարկությունից առաջ 605 թվականին։ Իսկ վերադարձը արդեն վերջնական լինում է ուրեմն մեր թվարկությունից առաջ 535 թվականին եւ տարբերությունը ուղիղ 70 տարի է, ինչպես որ մարգարեացել էին Աստծո մարգարեները։ Այնպես որ թե Երեմիան, թե Դանիելը նրանք մարգարեացել էին շատ ճիշտ, բայց մարդիկ գերի չէին, ինչպես որ ասեցի արդեն մի քանի անգամ, բայց շարունակում էին մնալ գերության մեջ, որովհետև նրանք հարմարվել էին գերությանը։ Ձեզ թվում է, հրյա ժողովուրդը Եգիպտոսի գերության ժամանակ չէր հարմարվել գերությանը։ Հարմարվել էր, որտեղ անապատում բողոքում էին, ասում էին, Եգիպտոսում լավ էր, բերեցիր մեզ անապատ, ընդեղի սոխը, ընդեղի սխտորը, ընդեղի չգիտեմ ես։ Այսինքն մարդը, երբ որ արդեն սկսում է սիրել գերությունը, մարդը, երբ որ սկսում է սիրել լինել ծառա, հասկանում ես, էսի ամենավատ բանն է, որ մարդը հոգեբանապես այնպես է կոտրվում, որ ինքը այլևս չի ձգտում ազատության, իրան դուր է գալիս մնալ գերի։ Եվ որն է սրա ապացույցը, որտեղ երբ որ մարդիկ կային, որ եկել էին գերությունից հետ, այն ծերերն էին, այն ղևտացիներն էին, երբ որ տաճարի բացումը եղավ, ասում են նրանք արտասվում էին։ Գրված է Եզրասի Նեմիայի թղթերում գրված է այս մասին։ Ասում են նրանք արտասվում էին, որտեղ հիշում էին այն առաջի փառքը, որը արդեն էլ չկար։ Որտեղ տաճարը իր ամենամեծ շքեղությունը ունեցել է, երբ որ Սողոմոնը կառուցեց տաճարը, որի մասին մենք խոսեցինք նախորդ անգամ, հիշում եք։ Եվ երբ որ արդեն երկրորդ անգամ, երբ որ վերականգնվեց տաճարը, ձեզ թվում է տաճարն առաջվա շքեղությամբ վերականգնվել էր։ Ոչ, տաճարը կար, բայց այն առաջվա շքեղությունը չուներ։ Իսկ այն մարդիկ, այո, եւ շքեղությունը եւ փառքը, իսկ այն մարդիկ, ովքեր որ տեսել էին այն տաճարի հրաշքը, այսինքն առաջի անգամ, երբ որ Աստված իջավ այդ տաճարի վրա, թե որպես, ինչ ասեմ, որպես իրոք ճարտարապետական կառույց, ասեմ, որպես գանձ, որտեղ ես հիշում եք պատմեցի, թե ինչքան մեծ հարստություն է ծախսվել տաճարի շինարարության վրա, բայց երկրորդ անգամ տաճարը կար, բայց արդեն այդ տաճարը այն տաճարը չէր, ինչ որ կար։ Լավ, կարևոր Աստծո ներկայությունն է, որ լինի տաճարի մեջ, այդ մնացած այդ ոսկին ու արծաթը այդ երկրորդական բաներ են, բայց ասում եմ մարդիկ հիշում էին առաջվա տաճարի փառքը եւ արտասվում էին։
որովհետև առաջվանը էլ չէր։ Ձեզ թվում է սրանով հрьяաները հասկացան, որ իրանց սխալի պատճառով էր, որ կորցրեցին ամեն բան։ Հрьяաները թողեցին իրենց կուրքերին, ձեզ թվում է, ես կասեմ, որ ոչ, սա չի տևում այդքան երկար, չնայած այն բանին, որ Հուդան թագավոր չի ունենում դրանից հետո։ Էլ Հուդայում թագավոր չի լինում։ Մինչև հիմա էլ, այսինքն մինչև այս դե ասենք հիմա էլ թագավորներ չեն, գիտեք արդեն հիմա վարչապետ է Իսրայելում։ Հուդան այլևս չի ունենում թագավոր։ Հուդան ղեկավարվում է մարգարեների եւ առաջնորդների միջոցով։ Եվ Անգե, Զաքարիա եւ Մաղաքիա մարգարեությունները գրվել են Բաբելոնի գերությունից հետո։ Իսկ որպես ղեկավարներ, որ նշում է այդ ժամանակներից մի քանիսի անուն ասեմ, Հեսուն, Նեմիա, Զորաբաբել, սրանք էլ եղել են զորավարներ, այն մարդիկ ում միջոցով որ Աստված ղեկավարել է այս ժողովուրդը։ Անկամ Հիսուսի ժամանակ, երբ որ կար այն ժամանակ էլ հрьяաները թագավոր չեն ունեցել։ Հրեաստանում թագավոր չեղել, Հերովդեսն էլ հрьяաների թագավորը չի եղել։ Հերովդեսը ընդամենը 4-րդ էր, որը նշանակված էր ռոմեացիների կողմից։ Եվ տեսեք, իսկ գիտեք, որ ոնց է մտնում կռապաշտությունը Իսրայել, այլևս չի մտնում Բաղի արձանի տեսքով որպես ցուլ։ Հիմա Իսրայելում Բաղի արձան չես գտնի ցլի տեսքով։ Այս Բաբելոնի գերությունից հետո էլ Բաղի արձան կարծում եմ չի եղել որպես ցլի տեսքով, որին երկրպագեն, բայց սատանան փոխեց իր տակտիկան, փոխեց իր մոտեցումը եւ արդեն մտավ նույն բաղապաշտությունը սկսեց իրականացնել Իսրայելի մեջ արդեն ուրիշ ձևով, ավելի խորամանկ ձևով, մտավ որպես ծես, մտավ որպես կրոն եւ մտավ որպես ծաղրանք զոհաբերությանը։ Եվ այս մասին հստակ գրված է Զաքարիա 1:4 խոսքերում եւ Մաղաքիա 1:8 խոսքերում։ Եթե բացեք կարդակ կտեսնեք։ Եվ որն է բովանդակությունը, որ գրված է այս մասին։ Աստծո ասում է, Աստված է ասում է զոհի համար բերում ես կույրը, կաղը ու հիվանդը։ Պատկերացնում ես, այսինքն դու ավելի շատ տվել ես նշանակությունը ծեսին ու ավանդություններին, բայց ճշմարիտ Աստված պաշտությունը հանել ես քո միջից։ Հիշում եք նախորդ անգամ ես ասեցի ձեզ, որ մարդիկ, երբ որ կուրքին, երբ որ Բաղին էին պաշտում, երբ որ մողոքին էին պաշտում, կարմրած այդ արձանի վրա, մարդ ինքն իր երեխին էր տանում դնում որպես կենդանի ողջակեզ։ Բայց երբ որ եկե հասել էր, երբ որ պետք է Աստծուն պաշտեր, Աստծուն անգամ կամ չէր տենում նորմալ ինչ որ զոհ բերեր, որ Աստված վերջը մարդկային զոհաբերություն չէր ուզում։ Աստված ուզում էր քո մեղքերի համար են զոհաբերություն են ընծան, որ դու պետքա բերեիր, բայց բերեիր մարդավարի ձևով, ոչ թե բերեիր հիվանդին, կույրին ու կաղին, այսինքն այն ինչ որ քեզի պետք չէր, պետք է գցեիր ենկոմ, բերեցիր Աստծուն։ Սիրելի Աստծո մարդ, ստեղ էլ մենք բան ունենք սովորելու։ Այսօր ամեն մեկս մեր ծառայությունը ունենք եւ որն է քո ծառայության իմաստը, ինչպես ես դու մոտենում Աստծո ծառայությանը, բերում ես Աստծուն քո լավագույնը, թե բերում ես կուղը, կույրը, կաղը եւ ինչ ասեմ, անդամ, չգիտեմ, փչացած է, այն ինչ որ քեզի պետք չի։ Եթե այսպես է հիշի, Աստված մերժում է քո զոհը, ինչպես որ կմերժեց այն ժամանակ, երբ որ Աբելն ու Կայենը իրան զոհը բարձրացրեցին։ Իսկ Հիսուսի ժամանակ նույնն էր, թե չէ։ Հիսուսի ժամանակ էլ էր նույնը։ Ուղղակի ձևական Աստված պաշտություն էր, կրոն էր, ծես էր, բայց ճշմարիտ Աստված պաշտություն չկար, ինչը եւ հանդիմանվում էր նաեւ Հիսուսի կողմից։ Հիշի, սիրելի Աստծո մարդ, այն ինչը քո կյանքում գրավում է Աստծո տեղը, դա կուրք է։ Իսկ միթե այսօր աշխարհը չի անում նույնը, միթե կաթոլիկները, ուղղափառները, առաքելականները եւ միթե ինչու՞ չէ նաեւ բողոքական եկեղեցիները չեն անում նույնը։ Սրա մասին հաջորդ անգամ մի փոքր ավելի ցույց կտամ, բայց հավատացեք, նույն կռապաշտությունը շարունակվում է մինչև մեր օրերս։ Գիտեք, որ հрьяաները Բաղին պաշտում էին որպես Եհովա։ Ես հեսա Աստծո խոսքով ձեզ կապացուցեմ։ Նրանք ասում էին. Յահվեն է մեր Բահաղը։ Եվ սա էր, որ ցավ էր պատճառում Աստծուն, ասում է, դու միթե ինձ բերում հավասարեցնում ես Բաղին եւ ասում ես, որ Յահվեն մեր Բահաղն է եւ պաշտում ես նրան։ Եվ ասում էին ոսկե հորթին։ Հիշում եք, երբ որ Սինահանապատում Մովսես երբ որ բարձրացավ սարը, որ Աստծո պատվիրանները պետքա բերեր, ինչ ասում այդ ժամանակ, նրանք ասում են մի հատ ոսկե հորթ սարքեցին եւ սկսեցին երկրպագել ու ասեցին, «Էս հորթն է մեզի, որ Եգիպտոսից դուրս անեց»։ Հասկանում եք, չէ՞ ինչի մասին է խոսքը։ Նրանք հորթը համեմատում էին Բաղի հետ, ասում էին, «Էս հորթը մեր Եհովան է, վերջ»։ Եվ պաշտում էին հորթին որպես ճշմարիտ Աստված։ Հիշի,
Նրանք դուրս էին եկել Եգիպտոսից, բայց Եգիպտոսը դուրս չէր եկել նրանց սրտից։ Այսօր շատերը կան, սիրելի Աստծո մարդիկ, անգամ ձեր մեջ հիմա որ նստած են կամ ովքեր որ ձեր մեջ էին, բայց ձեր մեջ չեն հիմա, որ ժամանակին իրանք դուրս եկան աշխարից, բայց աշխարհը դուրս չեկավ իրանց սրտերից։ Իշի, եթե այսօր դու հետ ես դառնում քո աշխարհիկ կյանքին ու կարոտով հիշում ես այն բոլոր պղծությունները, որ անում է իր աշխարհի մեջ, եւ հիմա չես անում, ասում ես, ախ, գոնե մի ամիս մի հատ այդամ բան, օտպուսկ այդամ աշխարհ հետ գամ, որտեղ երբեմն քրիստոնյաներ կան, մանավանդ եղբայրների մոտ այսի ավելի ընդգծված, որ մի քիչ որ աշխարհին շատ են կարոտում, մի հատ պատճառ են ման գալիս, որ ինչ-որ մի բանից գայթակղվեն, հետո մի քանի ամիս կորում են, գնացին աշխարհի փրթե գայթակղվել էին, պետք է լինի մատնացույց էլ կանենք, ասեն, այ Արտուր աղբերը sense բան ասեց, ես Արտուր աղբոր ասածից գայթակղվա գնում եմ աշխարհ։ Այդ մեն այնտեղ մատ նորից քեֆ են անում ճակերտավոր իրանց համար, մի հատ, ինչ ասեմ, հետո նորից հետ են դառնում եմ, չէ, լավ, այդ համ նորից Աստծո տուն։ Հավատացեք, սա նման է սրան, երբ որ աշխարհը դուրս չի եկել քո սրտից։ Աստված իր ժողովրդին այցելություն է անելու, եւ այդ ժամանակը լինելու է այն ժամանակը, երբ որ կկատարվի Օվսե մարգարեի բերանով ասված խոսքերը, որ գրված է 2:16-17-ում։ Եվ կլինի այն օրը, ասում է Տերը, որ ինձ ով իմ այրս կկանչես, եւ ինձ այլևս բահաղ չես կոչի։ Հետաքրքիր է, չէ՞, Աստծո խոսքը ասում է, ինձ կասես իմ այր, ինձ կասես իմ ամուսին, այլևս ինձ չես ասի, որ ես եմ քո բահաղը, եւ ես կհեռացնեմ բահաղիմների անունները նրա բերանից, եւ նրանք այլևս պիտի չհիշվեն իրենց անուններով։ Եվ 23-րդ խոսքը ասում է, եւ կասեմ նրան, որ իմ ժողովուրդը չէ, դու իմ ժողովուրդն ես, եւ նա կասի, ով իմ Աստված։ Բահաղ նշանակում է Տեր, տիրակալ, ամուսին, տիրոջ իրավունք ունեցող։ Տիրոջ իրավունք ունեցող, հիշեք։ Բայց սա կապված է կռապաշտության հետ։ Իսկ Հիսուսը ասում է, ամեն Տեր Տեր ասող չի, որ պետք է մտնի Աստծո արքայություն։ Եվ ամեն Տեր, որ իր ճիշտ տեղում չի, սա պաշտմունք է բահաղին ուղղակի քրիստոնեության քողի տակ։ Տերը վերջին օրերում կոչ է անում իր ծառաների բերանով Աստծո ժողովրդին եւս գիտեք, ինչպես որ մարգարեները նրանք ժամանակին այդ կոչը անում էին, բայց նրանց լսող չկար։ Բայց նաև կային լսողներ, հավատացեք, որտեղ ոչ բոլորն էին, որ հակառակվում էին։ Եվ որն էր Տիրոջ խոսքը. «Ետ դարձեք, ուղեք ձեր ճանապարհները, թողեք ձեր մեղքերը, քանի որ մեծ արհավիրք է սպասվում երկրին, եւ դրանք կոչվում են երկունքի ցավեր, եւ Տիրոջ եկեղեցին պիտի անցնի այդ ցավերի միջով, ինչի մասին մենք խոսեցինք նախորդ անգամ»։ Հայ ազգ, ետ դարձիր քո կռապաշտությունից, որի մեջ կաս։ Հիմա մեր ազգն էլ հрьяաների պես, ուրեմն տեսեք, մենք էլ չենք թողել մեր կուրքերին, չենք թողել մեր ավանդույթները, չենք թողել մեր, ինչ ասեմ, այն չաստվածներին։ Օրինակ Անահիտին, Վահագին, Աստղիկին, այս բոլոր չաստվածները պաշտվում են հայերի կողմից մինչև հիմա։ Եվ ցավը նրանում է, որ այս ամեն ինչը արվում է մեր ազգային եկեղեցու կողմից։ Ուղղակի արվում է ուրիշ քողի տակ։ Այս նույնը շարունակում են պաշտել այս նույն չաստվածներին եւ այս մարդկանց էլ մենք կոչում ենք Տեր կամ Տեր։ Երբ որ տրնդեզը ընդունվում է որպես աստվածպաշտություն, երբ որ վարդավարը ընդունվում է որպես այլակերպություն, երբ որ մատաղն ու աղի բլիթը համարվում է որպես նորմա, միթե սրանք հեթանոսական ծեսեր չէին, որոնք սողոսկել են աստվածպաշտություն եւ այսօր աստվածպաշտության քողի տակ կատարվում է նույն կռապաշտությունը եւ ցավը նրանում է, որ իրանք այս մարդիկ իրանց անվանում են հոգեվոր առաջնորդներ։ Անկամ հագուստը, որ ընտրվել է սև գույնի։ Ու գիտեք ինչի համար է շատ երկրներում, ազգային եկեղեցիներում հագուստը սև գույն։ Ուրեմն 1917 թվին կաթոլիկ եկեղեցին սև գույնը հայտարարեց որպես կանոնավոր քահանայական հագուստ։ Ես կասեմ, ինչ գույն ուզում ես հագի, բայց սև գույնը ընտրվել է որպես քահանայի հագուստը պետք է լինի սև։ Հակադրություն դրա ասեմ, որ սատանայապաշտներն են սև գույնը ընտրել որպես իրանց կանոնավոր հագուստի գույն։ Իսկ ինչ նմանություն, բայց սատանայապաշտները չեն քողարկում, իրանք պարզ են ասում է հակադրություն Աստծո եկեղեցու հետ, սևն եմ ընտրել որպես հակադրություն սպիտակի հետ, որտեղ Տերն ասում է սպիտակի մասին է խոսում, մաքուր, ես ասում եմ սևն եմ ընտրել որպես հակառակը Աստծո ասածի։
որը խորհրդանշում է մութ ուժեր կամ մահ։ Էսի սատանայական լոզունգների մեջ, այսինքն իր այդ չակերտավոր այդ պաշտմունք, ինքը ասում է ես սևը դրա համար եմ մտրել։ Գրում են նաև կարմիր գույն, որը խորհրդանշում է կրկոտություն, խորհրդանշում է արյուն, խորհրդանշում է էներգիայի եւ ուժի խորհուրդ։ Էտա գրում իր մեջ։ Գրում են նաև ոսկեգույն եւ արծաթագույն, որպես ոգեղեն իշխանության կարգավիճակ։ Այսինքն սա էլ այն ճոխությունն է, որ կա։ Ճիշտ հասկացեք։ Հիմա կասեք, քանի գույն ասեցի, հիմա այդ գույնի շորեր մենք հագեք ինչ գույնի շոր ուզում եք, սիրելի Աստծո մարդ։ Բոլոր գույները ստեղծել է Աստված, սևն էլ, սպիտակն էլ, կարմիրն էլ, բոլոր գույները Աստված է ստեղծել։ Հագեք ինչ գույն, որ ձեր սրտով կանցնի։ Բայց եթե դու գույնին սկսում ես տալ ինչ որ հոգևոր երանգ եւ որ չէ անպայման, այս արդեն իր մեջ սխալ բան կա, որ քեզ սկսում է մտածել տալ ուրիշ բանի մասին։ Ինչի համար ես դու ինձ ստիպում, որ ես անպայման հագնեմ այդ գույնը։ Հագի ինչ գույն կուզես, հավատա Աստծո համար մեկը քո հագած բոլոր գույները։ Իսկ ինչ են անում ավանդական եկեղեցիները։ Սև, կարմիր, ոսկեգույն, արծաթագույն, ինչպես ասեցի, այս իրանք զբաղեցնում են, տեսել եք, չեն ճոխթագերն ու այդ բաները, ասենց այդ չես հասկանում, թե այդքան շորի ու ոսկու, այդքան ծանրության տակ ոնց են դիմանում այդ դրանց խեղճուսերը։ Բայց հա խաչերը ասենց այդ գավազաններ ու հետաքրքիր գավազանների վրա էլ անպայման օծեր է, տեսել եք, չեմ հասկանում այդ խորհուրդը որն է, թե դա որպես անապատի օծ, բայց ինչ կապ ունի, որ քո գավազանները պետք է անպայման օծեր լինի։ Մի հատ է գավազան տեսա, ասենց օծեր ելել էին գավազանի վրա, խաչն էլ այդ օծերի տակ էր։ Շատ սիմվոլներ կա, որ ցավով եմ ասում, բայց սա հակա քրիստոնեական եւ հակա աստվածային է։ Մատթեոս 23:8-ում ուրեմն Աստծո խոսքը ինչ ասում, ասում է դուք երկրի վրա վարդապետ ռաբի չկոչվեք, որովհետև մեկն է ձեր ուսուցիչը Քրիստոս։ Ոչ վարդապետ կկոչվեք, ոչ ռաբի կկոչվեք, ոչ տեր կկոչվեք։ Ոչ մեկին հայր չկանչեք, մեկ է ձեր հայրը, որ երկնքում է։ Ոչ էլ ուսուցիչներ կկոչվեք, որովհետև մեկ է ձեր ուսուցիչը, որը Քրիստոս։ Բայց շեշտում ասում է ձեզանից մեծը թող ծառա լինի։ Տեսեք, ասում է ռաբի չկոչվես, հայր չկոչվես, վարդապետ չկոչվես, հատուկ գրված է չկոչվես, բայց ծառա կոչվես։ Հələ նայեք այսօր մեր եկեղեցիներին, տո համ հայր են, տո համ տեր են, տո համ տեր են, տո համ բանը վեհափառ են, համ ծայրագույն են, համ այս վերջում մի քանի օր առաջ լսեցի մի հատ արտահայտություն, որ խոսում էին, ասում է բանը Այս ինչ եպիսկոպոսի մասին է խոսում, ասում է ինքը ծայրագույն վարդապետ, այս ինչ։ Ու ծայրագույն վարդապետը որն է։ Բանը, հա, այդ ծայրագույն վարդապետը մի օր այդ ծայրագույն վարդապետը մի օր հերոստացույցով ընչի, չելավ ու մի հատ ծայրագույն հայտնություն բացեր հայ ժողովրդին։ Ոչ մեկ չտեսավ։ Բայց ծայրագույն վարդապետ, գերաշնորհ տեր, sense բաներ, իրանց չեն ինչ ասեմ, շռայլում են իրանք մեկը մյուսին այս բոլոր տիտղոսներն ու կոչումներն, ինչ որ Աստված ասեց, հա Երանի կլներ, երբ որ մեր քահանաները լինեին իսկական ծառա, մեր կաթողիկոսները լիներ իսկական ծառաների ծառա, ու ոչ թե իրոք կոչվեր, այլ իրոք լիներ, այդ ժամանակ մեր հայազգը կունենար իրոք ճշմարիտ զարթոնք։ Ինչ լավ է, որ Աստված մեզ վերջում խոստացել է լուսափայլ սպիտակ բեհեզի հագուստներ եւ չի խոստացել սև սքեմ, որտեղ պատկերացնում եք, եթե երկնքում էլ սև հագնեինք, ինչքան տխուր կլներ, բանը։ Աստված ասել է սպիտակ լուսափայլ բեհեզի հագուստներ պետք է հագցնեմ ձեզ, որը խորհրդանշում է սուրբերի արդարությունը եւ ոչ թե սև սքեմ։ Աստծո խոսքը մեզ սովորեցնում է, որ այսօր տաճարը դա շենք չի, որովհետեւ ցանկացած շենք կարաս վերածես տաճարի եւ ցանկացած տաճար կարող ես վերածել ինչի որ կկամենաս։ Առաջի Կորինթացիների 3-րդ գլխի 16-17-րդ խոսքերը խոսում է հետեւյալի մասին. Չգիտեք, որ դուք Աստծո տաճար եք եւ Աստծո հոգին բնակվում է ձեզանում։ Եթե մեկ Աստծո տաճարը ապականի, նրան էլ Աստված կապականի, որովհետեւ Աստծո տաճարը սուրբ է, որ դուք եք։ Եվ երկրորդ Թեսաղոնիկեցիների 2:3-ից 11 խոսքերը հետևյալի մասին է խոսում։ Երկրորդ Թեսաղոնիկեցիների 2:3-11 կներեք։ Մեկը չխափի ոչ մի կերպով, մեկը ձեզ չխափի ոչ մի կերպով, որովհետև նա չի գա, եթե առաջ չգա ապստամբությունը եւ չհայտնվի աներունության մարդը կորստի որդին։
Այն հակառակորդը, որ գոռոզացած է այն ամենի վրա, որ Աստված կամ Աստծո պաշտոնյա է անվանված, մինչև որ նա Աստծո տաճարի մեջ իբրև Աստված նստի եւ իր անձը ցույց տա, թե Աստված է։ Չեք հիշում, որ քանի որ ձեզ մոտ էի, այս բաներն ասում էի ձեզ, եւ հիմա գիտեք այն, որ խափանում է, որ նա իր ժամանակին հայտնվի, որովհետև աներության խորհուրդը արդեն զորանում է, միայն թե մինչև որ մեջտեղիցը վեր առնվի այժմ խափանողը եւ այն ժամանակ կհայտնվի այն անօրենը, որին Տերը կսատկեցնի իր բերանի հոգով եւ կխափանի իր գալստյան հայտնությունով, որի գալը սատանայի ներգործությունից է եւ ամեն զորությունով եւ սուտ նշաններով եւ հրաշքներով եւ անիրավության ամեն խաբեություններով կորուսյալների մեջ, փոխանակ նրան, որ ճշմարտության սերը չընդունեցին, որ ապրեն, եւ նրա համար Աստված մոլորության նենգություն կուղարկի նրանց, որ հավատան ստության, որ դատապարտվեն ամենը, որ չհավատացին ճշմարտությանը, բայց հավանեցին անօրենությունը։ Այս Աստծո խոսքն է ասում վերջի օրերի մասին, որ լինելու է, եւ ըստ ինձ, որ այդ վերջի օրերին շատ մոտեցել ենք մենք կամ հենց ապրում ենք այդ վերջի օրերի մեջ։ Այսօր սատանան եկեղեցիներում չի կանգնեցնում Բաղի արձանը, բայց այն կանգնած է շատ-շատերի սրտերի մեջ մեկ բանի համար, որ պղծի Աստծո տաճարը, որը դու ես ու ես։ Եվ ինքն է անձամբ ուզում նստել այդ տաճարի մեջ որպես Աստված, որպես աներունության խորհուրդ, որը արդեն ձևավորվում է, ինչպես որ Աստծո խոսքում նշվում է, մինչև որ մեջտեղից կվերածվի այն խափանողը, ինչի մասին նաև որ գրված է Աստծո խոսքում։ Ես երբ որ ուսումնասիրեցի խափանող բառը ինչպես է նշված բնագրերում, գիտեք ինչ է նշանակում խափանող, գրված է հետևյալ բացատրությունն է տալիս խափանող բառի։ Արտահոսքը ճնշումը պահողը կասեցնող, այսինքն ինչ որ մի բան, որ ասում է ճնշում կա, կուտակվել է այդ ճնշումը եւ մի բան կա, որ ասում է այդ ճնշումը, այդ արտահոսքը պահում է, զսպող ինչ որ մի բան, որը պահում է։ Մեկը ով զսպում է չարիքը, մինչեւ որ ժամանակը լիարժեք հասնի։ Բացատրությունը բառացի է տալի, այսինքն ինչ որ մի բան կա ասում է, ինչ որ մի տեղ կա ասում է, որտեղ որ չարիք է հասունանում եւ շատ ուժեղ է այդ չարիքի ճնշում է, որ հասունացել է, բայց ինչ որ մի բան ասում է պահում է, որ էդի ասում է, ասենց մի պայթի ու լծվի, ինչ որ մի բան, բայց այնքան է պահելու, մինչեւ որ ժամանակը լիարժեք հասնի։ Այսինքն որ գա ճիշտ է ժամանակը, իսկ սա ես կարծում եմ, որ Աստծո հարս եկեղեցին է եւ Սուրբ Հոգին է, որ քանի դեռ երկրի վրա է, Աստված իր եկեղեցու համար պահում է ուղղակի այս չարիքը, որ այս չարիքը չդառնա ակնհայտ։ Եվ երբ այն վերցվեց մեջտեղից, այն թափվելու է, այն հորդելու է մեծ զորությունով եւ ուժով, մեծ բարկությունով եւ ցասումով, եւ այն լինելու է չարիք եւ ոչ թե բարիք։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո 1919 թվին Փարիզի խաղաղության պայմանագրով, որի նպատակն էր կանխել նոր պատերազմների բռնկումը եւ ապահովել միջազգային խաղաղությունը, որը հայտնի է մեզ որպես Վերսայնյան պայմանագիր։ Դրանից հետո մենք տեսանք ականատես եղանք երկրորդ համաշխարհային պատերազմին։ Այսինքն առաջին համաշխարհային պատերազմից հետո մի հատ պայմանագիր հավաքվեցին, բոլոր երկրներով կազմեցին եւ ասեցին, սա պայմանագիր է, որ այլևս պատերազմ չլինի երկրի վրա, վերջ։ Եվ մենք ականատես եղանք երկրորդ համաշխարհային պատերազմին։ Իսկ երկրորդ համաշխարհային պատերազմի կորուստների մասին չպատմեմ ձեզ, որովհետև շատ-շատերի ընտանիքներից հենց եղել են մարդիկ, ովքեր որ մասնակցել են երկրորդ համաշխարհային պատերազմին, ովքեր որ մինչև հիմա դեռ կենդանի են, շատ-շատերի ընտանիքներում կան։ Այսինքն այս միությունը չկանխեց պատերազմը։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կազմվեց նոր մի հատ կառույց, որը կոչվեց ՄԱԿ կամ Միավորված ազգերի կազմակերպություն, որի ստեղծման նպատակն էր ապահովել միջազգային խաղաղությունը եւ զսպել պատերազմները, լուծել կոնֆլիկտները խաղաղ միջոցներով, ապահովել միջազգային եւ մարդու իրավունքների պաշտպանությունը։ Այսի վերցրել եմ հենց բանից, հենց իրանց, պաշտոնական տեղեկություններից։ Բայց գիտեք, քանի հատ պատերազմ ա եղել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո եղել է 23 մեծ պատերազմներ եւ լայնամասշտաբ ռազմական գործողություններ, եղել է 45-ից մինչև 50 ռազմական բախումներ եւ կոտորածներ։ Սա էլ չօգնեց։ Այսինքն երկու մեծ կառույցներ, որ կառուցվեցին, որպեսզի խաղաղություն ապահովեն երկրի վրա, խաղաղության ոչ մի նշույլ մենք չենք տեսնում։ Սա էլ չօգնեց։ Հիմա էլ Թրամփի գլխավորությամբ նոր մի հատ միություն է կազմվում, որը ունի շատ հնչեղ անուն՝ խաղաղության խորհուրդ։ Ամբողջ բանն է, որ եւ խաղաղություն բառն է ինձ մտահոգում, եւ խորհուրդ բառն է ինձ մտահոգում։
խաղաղության խորհուրդ։ Ու երբ որ փորձեցի ավելի խորանամ այս բանի միության մեջ, որպեսզի տեսնեմ, թե ինչ է այս նոր միությունը իր մեջ ներառում, տեսեք ինչա։ Այն կոչվում է նաև Աբրահամյան համաձայնագիր։ Խաղաղության խորհուրդը կոչվում է Աբրահամյան համաձայնագիր։ Իսկ ինչու Աբրահամյան, քանի որ նրա նպատակն է միավորել 3 հիմնական կրոնական կրոնները, որոնք միշտ իրար հետ բախման մեջ են։ Եվ Աբրահամյան համաձայնագիրը ներկայացվում է հետևյալ կերպ. հրեաների համար որպես Իսահակի հայր, հրեաներին ասում Աբրահամը Իսահակի պապան չէր, հա, ընդունում եք Աբրահամին, հա։ Մուսուլմաններին ասում է Աբրահամը Իսմայելի պապան չէր, ասում են, հա, ընդունում ես չէ Աբրահամին, հա, ընդունում եմ Աբրահամին։ Տես, այսինքն ինչ որ մի անուն, որը միավորում է։ Քրիստոնյաներին էլ ասում է Աբրահամը ձեր համար հավատքի հայրը չէր, հա, հավատքի հայրն էր։ Եկեք տեսեք, որ հիմա քրիստոնյաները, հրեաները եւ մուսուլմաններն ասում են դուք կարող եք միասին լինել, մեկ միություն, քանի որ մեր բոլորին միավորողը Աբրահամն է։ Դրա համար էլ կոչվում է Աբրահամյան համաձայնագիր։ Եվ նախաբանն է, մենք նույն արմատից ենք, եկեք ոչ թե կռվենք, այլ համագործակցենք մեկս մյուսի հետ։ Դուք սրա մեջ տեսնում եք մտահոգվելու տեղ, որ իրոք ոնց զգում ես էլի, որ լավ բանի հոտ չի գալիս սրանից։ Քաղաքական լեզվով ասած, ընդհանուր սիմվոլ, որի շուրջը կարելի է նստել հակառակորդներին, իսկ այն բոլոր երկրները, արաբական երկրների մասին է խոսքը, ովքեր որ Իսրայելի հետ հիմա ունեն բարի դրացիական հարաբերություններ, արաբները սրանց համարում են, մուսուլմանները սրանց համարում են դավաճաններ։ Ով Իսրայելի հետ համագործակցում է, սա դավաճան է։ Որպեսզի նրանք էլ չհամարվեն որպես դավաճաններ, այլ համարվեն որպես վերադարձ ընդհանուր արմատին։ Բոլորիս հայրը Աբրահամն է, եւ մուսուլմանները դա չեն հերքում։ Իրանք ասում են, այո, Աբրահամը բոլորիս հայրն է, բայց Իսահակը չի ժառանգը, Իսմայելն է ժառանգը։ Այն բոլոր մնացած մուսուլմաններն էլ, ովքեր որ առաջացել են Եսավից, նրանք էլ ասում են Հակոբը չի ժառանգը, Եսավն է ժառանգը։ Հասկանում եք, չէ՞։ Բայց բոլորին միավորում է մեկ անուն Աբրահամ։ Քրիստոնյաներին էլ հետ։ Եվ տեսեք, Առաջի Թեսաղոնիկեցիների 5-րդ գլխի 3-ից 4 խոսքերը հետևյալն է ասում, որովհետև երբ կասեն, թե խաղաղություն եւ ապահովություն է, այն ժամանակ հանկարծակի կհասնի նրանց վրա կորուստը, ինչպես ցավը հղիի վրա, եւ նրանք չեն բրծնի։ Եվ դուք, եղբայր, խավարումը չեք, որ այն օրը գողի պես ձեր վրա հասնի։ Բայց այդտեղ սփոփանք կա, Աստծո խոսքը ասում է, որ խաղաղությունից կխոսեն եւ ապահովությունից հիշի կործանումը մոտ է։ Բայց եկեղեցուն էլ համելասում է սիրելի եկեղեցի, բայց դուք ասում է իմ եղբայրներ ասում է դուք խավարի մեջ չեք, որ այդ օրը ձեր վրա հասնի գողի պես։ Աստված իր ժողովրդին ունի հայտնություն, որ մենք այո լսելու ենք, մենք իմանալու ենք եւ մենք հասկանալու ենք, որ Տիրոջ գալուստը մոտ է։ Եվ հավատացեք, այսօր այդ օրերից մեկն է, միգուցե ինչը Աստված ուզում է, որ դուք սթափվեք ու դարձի գաք, ասեք, իրոք որ այդ օրը շատ է մոտեցել, սպասի մի հատ վերանայեմ իմ քրիստոնեությունը։ Երբ խոսում են խաղաղության մասին, մի ավելի վատ բան է տեղի ունենում։ Սա հանգիստ է փոթորիկից առաջ։ Իսկ խորհուրդ բառը ինձ ակամա հիշեցնում է, էլի հայտնության թղթերում որ գրված է, ասում է խորհուրդ մեծ Բաբելոն պոռնիկների եւ երկրի գարշելիների մայր, որը գրված էր նրա ճակատին։ Խորհուրդ բառն էլ էս է ինձ ակամա հիշեցնում։ Խաղաղություն բառը հիշեցնում է, որ պատրաստվի պատերազմի, խորհուրդ բառն էլ հիշեցնում է մեկ ուրիշ սրբապղծություն, որի մասին գրված է հայտնության թղթերում։ Իհարկե, ես չեմ ասում, որ այս հենց այն է ինչի մասին որ կա, որտեվ ես ինքս վստահ չեմ, բայց ինձ զգաստանալու եւ մի փոքր ավելի երկար մտածելու տեղ է տալիս։ Բայց մի բան հստակ է, որ հողը նախապատրաստվում գլոբալ կրոնական համերաշխության, ինչպես որ Զորաբաբելի ժամանակ էր, որ Թշնամին ասում էր, եկեք Տիրոջ տաճարը միասին շինենք։ Հասկանում ես։ Ու ես չեմ բացառում, որ իհարկե այստեղ, երբ որ երրորդ տաճարի շինարարության մասին է խոսքը գնում Հրեաստանի, հասկանում եք, այստեղ հստակ չի գրված, որ անպայման տաճարը կկառուցվի, որտեղ աստվածաբաններ կան, որ մտածում են, որ այդ տաճարը լինելու է քարե շինություն, որ անպայման լինելու է։ Մարդիկ կան, որ ասում են, որ չէ, սա լինելու է շինություն, որտեղ Աստված քարե շինությունների մեջ չի բնակվում, սա ուղղակի այնպիսի մի միավորում է, որը մարդկանց սրտերին է վերաբերվում,
Չեմ կարող ոչ երկել, ոչ հաստատել թե մեկը, թե մյուսը, որտեղ երկուսի մեջ էլ կա տրամաբանություն, բայց մի բան գիտեմ, որ ես չեմ կարող միավորվել իմ թշնամու հետ։ Ու եթե անգամ որոշվեց, որ պետքա տաճարը կառուցվի բոլորի համատեղ ուժերի միջոցով, այսինքն կառուցենք մի տաճար, որտեղ որ կլինեն թե մուսուլմանները, թե հրեաները եւ թե քրիստոնյաները, ուրեմն իմացեք, ուրեմն էտի հաստատ հենց էտա որ կա։ Եթե հանգարց նման բան եղավ։ Սա ուղղակի որպես կարծիք եմ ասում։ Եվ սա արդեն կկոչվի Բաբելոն, որը լեզուները խառնեց Աստված, եւ որտեղ Աստծո խոսքն էլ ասում է, չէ, ինչ գործ ունի լույսը խավարի հետ, ինչ գործ ունի Քրիստոս Բելիարի հետ, այսինքն սրանք չեն կարող միասին լինել։ Աստված իր սերունդը շարունակում է Իսահակով եւ ոչ թե Իսմայելով, որտեղ Իսմայելը այստեղ տեղ չունի։ Աստված իր սերունդը շարունակում է Հակոբով եւ Եսավը այստեղ անելիք չունի։ Իսկ մենք Աբրահամի սերունդ ենք Քրիստոս Հիսուսի հավատքի միջոցով։ Ամեն։ Եվ այս սերունդի ինչ է անբաժանելի մասն ենք, ինչի համար, որտեղ մենք որպես Քրիստոսի սերունդ, մենք որպես Աբրահամի սերունդ կներեք, մենք Քրիստոսի պատճառով դարձանք Աբրահամի սերունդ։ Մենք Աբրահամի սերունդի մեջ ենք, բայց ոչ թե որտեղ մենք իրականում հեթանոս ենք, բայց Քրիստոսը դարձավ պատճառը, Քրիստոսը դարձավ միջնորդը եւ Քրիստոսի միջոցով մենք մտանք որպես Աբրահամի սերունդ։ Այո, մենք Աբրահամի սերունդ ենք Իսահակով եւ Աբրահամի սերունդ ենք Հակոբով եւ փրկված ենք Հիսուս Քրիստոսով։ Սա մենք պետք է կարողանանք հասկանալ։ Բայց ահա պատերազմի մասին հստակ գրված Աստվածաշնչում, որ պիտի գան Իսրայելի դեմ, պիտի շրջապատեն, պիտի ավերեն, պիտի քարուքանդ անեն եւ սրանք կոչվում են Հակոբի նեղություններ, որոնց մասին գրված է Աստվածաշնչում։ Զաքարիա 14-րդ գլխի 2-ից 3 խոսքերը ասում է. «Եվ ես պիտի ժողովեմ բոլոր ազգերը Երուսաղեմի վրա պատերազմի համար, եւ քաղաքը պիտի առնվի, եւ տները պիտի կողոպտվեն, եւ կանայք պղծվեն, եւ քաղաքի կեսը գերի գնա։ Բայց ժողովրդի մնացորդը պիտի քաղաքիցը չկորչի, եւ Տերը դուրս պիտի գա, եւ պիտի պատերազմ անի այն ազգերի հետ, ինչպես նրա պատերազմի օրը, ճակատամարտի օրը»։ Մարգարեական խոսք կա, որ ասում է վերջի օրերում ազգերը պիտի դուրս գան եւ պիտի գնան Երուսաղեմի դեմ։ Եվ հետաքրքիր է, որ այդ ազգերից որոշներին հենց պարզ գրված է, որ մենք կարդում ենք, հասկանում ենք։ Որոշներին էլ որ մի քիչ ուսումնասիրում ես, հասկանում ես, որ այդ ազգի մասին է խոսքը։ Իսրայելը հիմա կարծում է, որ ինքը ապահով է, քանի որ ուժեղ է, բայց սա կեղծ ապահովություն է եւ սա կեղծ վստահություն է։ Այդ կեղծ վստահությանն ես հիմնվել, որ դու հիմա հզոր ես, հիմա նահանգները քեզ հավատա, սա կեղծ ապահովություն է եւ կեղծ վստահություն է, բայց Աստծո խոսքը ճշմարիտ է։ Նրա ավերումը գալու է հանկարծակի, այնպիսի մեծ նեղություններ է կրելու, որ աշխարհի սկզբից չի եղել նման բան, եւ այն երկրների անունները, որոնք գրանցած են Եզեկիել 38-39 գլուխներում, սրանք կոչվում են Գոգի եւ Մագոգի պատերազմ։ Գոգ Ռովսի, Մոսոքի եւ Թոբելի իշխան, Պարսիկներ, Եթովպացիներ, Փուդացիներ, Գոմերը, Թորգոմի տունը, սրանք պիտի գնան Իսրայելը կործանելու համար։ Իսկ ինչ է ասում հայտնության թուղթը այս արշավի մասին։ Հայտնություն 11:1-4 խոսքերը։ Եվ ինձ մի եղեք տրվեցավ գավազանի նման, եւ հեշտակը կանգնած էր, եւ ինձ ասում էր. վեր կաց եւ չափիր Աստծո տաճարը եւ սեղանը եւ նրանում երկրպագողներին եւ գավիթը, որը տաճարից դուրս է, գցիր եւ մի չափիր, որովհետեւ նա հեթանոսներին է տրված, երբ Սուրբ քաղաքը կող կտան 42 ամիս եւ իմ երկու վկաներին կտամ եւ 1260 օր կմարգարեանան քուրց հագած։ Այստեղ տեսեք ինչն եմ նշել, որ ավելի ուշադրություն դարձնենք մենք այդ խոսքերի վրա։ Ասում է չափիր տաճարը, չափիր սեղանը եւ չափիր նրանում երկրպագողներին։ Հասկանում ես չափիր բառը ինչ է նշանակում։ Այսինքն որ Աստված դրել է ինչ որ քանակ եւ ասում է չափի, որովհետեւ այն մարդիկ, ովքեր որ Աստծո տաճարի մեջ են, ովքեր որ Աստծո սեղանի մոտ են եւ նրանք, ովքեր որ երկրպագում են Աստծուն Տիրոջ տաճարի մեջ, սա վերաբերվում է ճշմարիտ երկրպագություն անողներին, ասում է չափի իրանց, չափի եղեք առ եւ այդ մետրը առ մեր լեզվով ասած ու չափի իրանց։ Իսկ ասում է արտաքին գավիթը, որտեղ դու գիտեք, չէ, տաճարը բաղկացած էր 3 մասից, ես այս մասին ձեզ բացատրել եմ, արտաքին գավիթ, սրբության խորան եւ սրբությունների սրբության խորան։ Այսինքն
Այն մարդիկ, ովքեր որ սրբության խորանի մեջ են, այսինքն Քրիստոսի մեջ են եւ պաշտում են նրան, Աստված ասում է չափիր իրանց թիվը ինձ պետք է։ Բայց նրանք, ովքեր որ արտաքին գավիթում են, որտեղ որ կատարվում էր զոհաբերություն, լվացման աշխատանքներ, այսինքն բոլոր աշխատանք, ասում է դի մի չափի, ասում է գցի մի կողմ, որովհետեւ ասում է դի պետք է ոտնակող լինի հեթանոսների կողմից եւ 42 ամիս ասում է նրանք պետք է ոտնակող անեն։ Տեսնում եք, չէ՞ որ մի մարգարեությունը կապվում է մյուս մարգարեության հետ եւ որ կարդում ես հասկանում ես, որ Իսրայելը չի խուսափելու այս օրերից։ Այս իրոք որ Հակոբի նեղություններն են, որ գալու են Իսրայելի վրա։ Եզեկիել 38 գլխում գրված է. տարիների վերջին պիտի գան այն երկրի վրա, որը սրից ետ է առնվել եւ շատ ազգերից է հավաքվել եւ ապահով է բնակվում։ Հիմա Իսրայելը վայելքի մեջ է։ Հաղթել է բոլոր թշնամիներին, զարգանում է շատ արագ, աշխարհի տեխնոլոգիապես ամենահարուստ երկրներից մեկն է, իրոք խելացի են, չես կարող հերքել, բայց ասում եմ ապահով են բնակվում, բայց դու պիտի գաս մրիկի պես քո բոլոր գունդերով եւ ազգերը քեզ հետ միասին։ Հետաքրքիր է, որ փորձեցի ուսումնասիրել թե այդ ազգերը որն են, մենք կարդացինք, չէ, եթոպիացիներ, պարսիկներ, էս են, եւ հետաքրքիր է, որ այնտեղ նաև ինչքան որ փորձում ես համոզվել, Ռուսաստանի անունն էլ է դրանց մեջ։ Ռուսաստան, Թուրքիա, մի քիչ ցավերն է, որ Թորգոմի տուն էլ է գրում, իհարկե, բայց Թորգոմի տունը, որտեղ հյուսիսի մասից sense բացատրում է, ավելի շատ վերաբերվում է այն հայրենիքին, որը մենք կորցրեցինք ժամանակին, եւ կարծում եմ, որ մեր հայերը չեն այնքան անխելք լինի, որ վեր կենան ու գնան Իսրայելի դեմ պատերազմ, որովհետեւ այդ երկրները աշխարհի ամենահիմար երկրներն են, որ կգնան Իսրայելի դեմ պատերազմ։ Մի կարճ ժամանակ կունենան հաջողություն, այս 42 ամիսը, որ ոտնակող պետք է անեն, բայց դրանից հետո սարսափելի է լինելու բոլոր այն մարդկանց, որտեվ մի հոգի հետ չի գալու ընդեղից։ Մի հոգի հետ չի գալու։ Գոնե հայերը կունենան այդքան իմաստություն, այդ Թորգոմի տունն էլ տարել են իրանց, տարել են, գոնե Թուրքիային է վերաբերվում, գոնե մեզ չվերաբերվի։ Պիտի գաս իմ Իսրայել ժողովրդի վրա ինչպես մի ամպ երկիրը ծածկելու վերջի օրումը։ Տեսեք, Աստծո խոսքը հուշումներ է տվել, որ ասում են Տիրոջ գալուստը ճիշտ է մենք օր ու ժամ չգիտենք, բայց մենք մարգարեություններ ուսումնասիրելով հստակ պատկերացում ենք կազմում Տիրոջ գարեստյան մասին։ Աստծո խոսքը ասում է իմ Իսրայելի ժողովրդի վրա պետք է գա ինչպես ամպ երկիրը ծածկելու վերջի օրումը։ Այսինքն նշանակում է, երբ որ մենք տեսնում ենք զորքերը արդեն Իսրայել գնալուց, հիշի, վերջ արդեն այնքան մոտ է, որ չես կարող պատկերացնես։ Ու այդ ընթացքում երբ կլինի հարս եկեղեցու հափշտակությունը, էլի չգիտես, բայց հիշի Քրիստոսի գալուստը ասենց րոպե է, ասենց օր-օր, ժամ-ժամա, մենք արդեն պետք է կարողանանք հասկանանք։ Եվ քեզ պիտի իմ երկրի վրա բերեմ որպեսզի ազգերը ինչ ճանաչեն, երբ որ ես քեզանով կսրբվեմ նրանց աչքի առաջ, ով Գոգ, շեշտում է։ Ասում է Գոգին, ասում է, ես քեզ բերում եմ այնտեղ, որ բոլոր ազգերը տեսնեն, թե ով է իրական Աստված, եւ ես բոլոր ազգերի առաջ ես պետք է ցույց տամ, թե ով է իրական Աստված։ Եվ գիտեք ինչ է լինելու նրանց հետ, Աստծո խոսքը ասում է ամեն մարդի սուրը իր ընկերի դեմ պիտի լինի, ժանտախտ արյուն, հորդահոս անձրև, եւ ասում է կարկուտի քարեր, կրակ, ծծումբ պիտի տեղամ, եւ պիտի իմանան, որ ես եմ Տերը։ Եվ 7 տարի դրանից հետո ասում է հрьяաները ցախ չեն գնալու հավաքեն այդ զենքերի այդ մնացած այդ ավտոմատի պոչերից ու ասում է հերիք ալնելու 7 տարի ցախ չեն հավաքելու եւ դրանից հետո ասում է 7 ամիս էլ ասում է թաղելու են այդ բոլոր զինվորների դիակները, ովքեր որ պետք է գանեն դեռ մի ամբողջ ձորա լցվելու այդ դիակներով, ինչի մասին որ Աստծո խոսքը գրած է։ Եվ ինչ ասում Աստծո խոսքը, ասում նրանք իրենց կողոպտողներին պետք է կողոպտեն եւ պիտի հավաքեմ նրանց բոլոր ազգերի միջից եւ այն ժամանակ կիմանան, որ ես եմ նրանց Տերը, չեմ թողնի նրանց, չեմ ծածկի իմ երեսը նրանցից։ Անկեղծ եմ ասում, այս բոլոր խոսքերը կարդալուց հետո ես ասում եմ աշխարհի ամբողջ հարստությունը ինձի տան, ես հрьяաների դեմ երբեք չեմ եթա պատերազմ։ Երբեք, որտեվ ով գնաց Իսրայելի դեմ պատերազմ, ինքը պետք է հասկանա, որ ինքը գնում է Աստծո դեմ կռվելու։ Իսկ Աստծո դեմ կռվել հնարավոր չի։ Աստծո դեմ կռվել հնարավոր չի, սիրելի Աստծո մարդ։ Եվ Աստծո խոսքը ինչ է վերջում ասում, որովհետև իմ հոգին թափած կլինեմ Իսրայելի տան վրա, ասում է Տեր Եհովան։ Եվ այդ ժամանակը, որ նաև Աստծո հոգին պետք է թափվի Իսրայելի տան վրա, եւ այդ նեղությունների մեջ է, որ հрьяաները պետք է հիշեն Քրիստոսին եւ պետք է ասեն օրհնյալ է նա, որ գալիս է Տիրոջ անունով։ Եվ այդ ժամանակ, այո, Տիրոջ փրկությունը հрьяաներին պետք է հասնի երկնքից, գերբնական ձևով։
Դանիել մի քիչ եթե շարունակեմ, ստեղից սկսվում է արդեն, որ Աստծո խոսքից պետքա կարդամ, բայց երկար պետքա կարդամ, այնպես որ ավելի լավ է եկեք ստեղից վերջացնենք, որտեվ շատ երկար կլինի, եթե շարունակեմ մնացածը։ Հաջորդ անգամ, եթե Աստված կամենա, կխոսենք Դանիել մարգարեության մասին, որտեղ որ գրված է յոթնյակի մասին, գրված է յոթնյակի կեսի մասին, գրված է ավերմունքի պղծության մասին, կխոսենք այն մասին, ինչը որ հայտնության թղթերում խոսում է հակաքրիստոսի մասին, եւ նաեւ խոսելու ենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի փառավոր գալուստի մասին։ Եթե Աստված կամենա, Աստված օրհնի ձեզ։